Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, սա քաղաքական օրագիրն է, ես Հրանտ Տեր-Աբրամյանն եմ։ Այսօր նորից ու միգուցե վերջին անգամ այս շարքի մեջ կխոսեմ էլի մարտական եղբայրությունից եւ մեր նախաձեռնությունից, ազգային հեղափոխություն կուսակցությունից մի քանի խոսակցություն ունեցել ենք, եթե հետևել եք, ես փորձել եմ այստեղ հիմնավորել, թե ինչու ենք մենք դա ուզում ստեղծել, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչպես են գնահատում իրավիճակը քաղաքական, որոշ բաներ խոսել եմ մեր թիմից, կազմակերպվածությունից եւ այլն։ Հիմա մի վերջին զրույցն եմ երևի թե ուզում ունենամ այս թեմայով, այսօր փորձենք խոսալ մեր ծրագրերից եւ հետո կվերադառնանք երևի մեր քաղաքական օրագրի ավելի սովորական ֆորմատի, կխոսենք, կվերլուծենք քաղաքական իրավիճակը մեր երկրում եւ դրա շուրջ ինչպես տենց բանկա չէ արտահայտություն կա ստանդարտ։ Մեր ծրագրերի մասին ուրեմն, այն ծրագրերը, որոնք մշակվել են մարտական եղբայրությունում եւ որոնք ազգային հեղափոխություն կուսակցության քաղաքական ծրագրի հիմքն են դառնալու։ Իհարկե նոր անդամների գալով այդ ծրագրերը էլի մենք քննարկելու ենք, վերանայելու ենք, ինչը որ խոսում ենք, հիմա դրանք նախագծեր են, որոնք էլի պետք է քննարկվեն եւ վերջնական հաստատվեն։ Իհարկե մեր ուրեմն ժողովուրդը կամ մեր անդամները փորձել ենք հերթով կարճ ներկայացնել այդ ծրագրերը, ոչ միայն ես, այլև մյուսները, հատկապես այն մարդիկ, որոնք կոնկրետ ոլորտային ծրագրերի նախագծերի հեղինակներ են։ Սկսել ենք արդեն, մեկը նկարել ենք, Ռուբեն Դալաքյան ներկայացել է կրթության ոլորտի մեր մոտեցումները, իհարկե կարճ ֆորմատով, այնտեղ շատ բաներ կան, որ չեն տեղավորվում այդ կարճ ֆորմատի մեջ, դա բնականաբար թղթով էլ կհրապարակենք, երբ որ վերջնական խմբագրած տարբերակներն էլ կունենանք։ Հիմա սկզբունքներից ենք խոսում, էլի կշարունակվի դա, հիմա հավանաբար մյուսը կամ իրավական ծրագիրը կներկայացնենք, կամ միգուցե արտաքին քաղաքականությանը վերաբերվող ըստ հերթականության կգնանք։ Բայց ես այսօր ուղղակի ոչ թե առանձին կներկայացնեմ, այլ ընդհանուր մեր մոտեցումները կներկայացնեմ, ինչպես ենք մենք պատկերացնում, ինչ ենք մենք ասում ծրագրեր հասկանալով, ինչ հիմքերով ենք դա փորձում ուրեմն զարգացնել եւ ինչ նաեւ բանով ֆորմատներով։ Իհարկե Հայաստանում այս բոլորը միշտ ասում են, բա ուր է ձեր ծրագիրը, ցույց տվեք ձեր ծրագիրը, երբ որ ասում ես մենք քաղաքական գործունեություն ենք ծավալ, ոչ միայն մեզ է վերաբերում ընդհանրապես, ասում են, դե ցույց տվեք ձեր ծրագիրը, ուր է ձեր ծրագիրը, շատ լավ հարց է, ընտիր հարց է, այդպես էլ պետք է լինի, բայց իհարկե իմ փորձը նաեւ ցույց է տալիս, որ հարցները հարցնում են, բայց հետո ոչ ոք այդ ծրագրը մեկը չի կարդում։ Ես դա գիտեմ, ես գիտեմ նաեւ, որ այն ինչ որ մենք ենք կազմում, ես բողոքելով կամ բանով չեմ ասում, գիտեմ, որ քչերն են կարդալու ու նույնիսկ չեմ մեղադրում, ես նորմալ եմ դա ինչ որտեղ համարում, որովհետև Հայաստանում մարդիկ սովոր չեն, որ քաղաքական ուժերը, երբ որ ներկայացնում են իրենց եւ ընդհանուր ծրագիրը, որտեղ կա կուսակցության ծրագիր, ընդհանուր իր նպատակներով, գաղափարախոսությամբ եւ այլն, եւ ոլորտ առ ոլորտ ծրագրերը արդեն առանձին մարդիկ սովոր չեն, որ այդտեղ բացի այսպես ընդհանուր ցանկություններից, պատճենումներից, չգիտեմ ինչ որ կենացներից թող լինի, չգիտեմ, լույս կամ չգիտեմ, զարգ տանք մեր տնտեսությանը, չգիտեմ, զարգացնենք մեր մշակույթը, 2050 թվականին դառնանք չեմպիոն, սովոր չեն, որ այլ բան կա, եւ դրա համար մի կողմից հարցնում են, երևի թե հասկանալը, որ իրական դա կարևոր բան է։ Մյուս կողմից իրական չեն կարդում։ Հենց նույն մարդիկ, որոնք հարցում են, շատ հաճախ հետո տալիս ես ձեռը, տեսնում ես, ասում ես կարդացիր, ասում է չէ։ Եվ էլ եմ ասում, չեմ մեղադրում, որտեվ կա դառը փորձ մեր հասարակության մեջ, մեր ժողովրդի մոտ կա դառը փորձ, բայց այն ինչ որ մենք փորձում ենք անել, ել եմ ասում, ես գիտեմ, որ այս բավականին ծավալուն աշխատանք ենք անել, իհարկե մեր թերություններից պետք է ասեմ, մենք մի հատ շատ լուրջ թերություն ունենք, որ մենք մեր արածը չենք կարողանում լավ ներկայացնել հետո, մենք օրինակ այս ծրագրերի վրա բավականին ժամանակ ենք ծախսել, մի տարուց ավել ռեգուլար աշխատանք ենք արել եւ բավականին լավ տենց ու փաթեթ ենք այսպես ասած կազմել, բայց նորմալ չենք ներկայացնում դա։ Ու հիմա փորձում ենք նոր ներկայացնել, չգիտեմ որքանով ճիշտ կստացվի։ Այդ մեր լուրջ թերություններից է էլի մարտական եղբայրություն։ Ինչևէ, ամեն դեպքում մենք սա անում ենք ոչ թե այն ուրեմն բանով, որ անպայման բոլորը կկարդան եւ չգիտեմ, ասենք, եւ եթե օրինակ մեծ մասը կամ զգալի մասը չկարդան մարդկանց, մենք կհիասթափվենք, ասենք իզուր ենք սարել, ոչ, որովհետեւ խնդիրը հետեւելն նախ այդ քաղաքական մշակույթը, այդ քաղաքական ավանդույթը
այդ բացասականը, որը նորից ինքը անպայման պետք է փոխվի։ Մեկը պետք է սկսի դա փոխել եւ այդ փոխելը այդ մարդկանց համոզելը, որ չէ, քոնը այս շարքից չի, քոնը իսկականից դու փորձել ես նոր մոտեցում բերել, մարդկանց դա համոզելը հեշտ չի լինելու։ Դա մենք դա գիտակցում ենք, հասկանում ենք, մենք աստիճանաբար կփորձենք մարդկանց ցույց տալ եւ համոզել, ոչ միայն որ ուղղակի մերը տարբերվում, այլ որ ընդհանրապես հնարավոր է, այսինքն ընդհանրապես այսպես պետք է լինի։ Հիմա որոնք են մեր սկզբունքները, այսինքն ինչից ելնելով ենք եւ ինչ ուրեմն սահմաններ ենք մենք դրել այս ծրագրեր ասածը ուրեմն կազմելով։ Մեկը արդեն ասի ինչ չպետք է լինի։ Այսինքն քաղաքական ծրագիրը չպետք է լինի կենացների հավաքածու, չպետք է լինի ինչ որ ցանկություններ ուղղակի ընդհանուր։ Չպետք է լինի բոլոր աշխարհում լավ բաների ժողովածու։ Հա, ասենք ոնց որ մենք կողմ ենք բոլոր լավ բաներին, դեմ ենք բոլոր վատ բաներին, չէ։ Դա ծրագիր չի։ Ոչ էլ այդ, չգիտեմ, զարգ տանք տնտեսությանը, զարգացնենք մեր մշակույթը, մեր թոշակառուները ավելի լավ թող ապրեն եւ այլն եւ այլն։ Սա ծրագիր չի, սա ցանկությունների ժողովածու։ Ինչպես անել, որ դա չլինի։ Հա, եւ մյուսը, բացի այն որ ցանկությունների ժողովածու որպես կանոն, շատ հաճախ դա ուղղակի պատճեն է, այսինքն ինչ որտեղից վերցնում են, ինչ որ սիրուն բաներ են արտագրում, իրար հետ հաճախ կապ չունեցող, կոնցեպտուալ իրար հակասող, ինչ որ այստենց կտորներ են։ Սա էլ մյուս բանն է, որ փոխառությունը ինքնին վատ բան չի, եթե դու կարողանում ես դա յուրացնել։ Բայց մեր մոտ փոխառության փոխարեն շատ հաճախ բոլոր ոլորտներում, ոչ միայն քաղաքական, պատճենումն է աշխատում։ Տեսնենք, ասում են տեսնենք միջազգային փորձը, դե լավ բան է միջազգային փորձը տեսնել, բայց իրական ոչ թե տեսնում են միջազգային փորձը, այլ նայում են ով ինչ է գրել այս թեմայով միտեղ ու ուղղակի արտագրում են։ Հիմա ինչպես անենք, որ դրանից խուսափել։ Մի քանի ուրեմն սկզբունք կա։ Մեկը, որ ծրագրերը կոնկրետ ոլորտային եւ ընդհանուր ծրագիրը ինքը նախ եւ առաջ պետք է հիմնվի եւ բխի քո գաղափարախոսությունից եւ քո գաղափարախոսությունը նույնպես չպետք է ինչ որ միտեղից արտագրած լինի, այլ քո ապրածը, քո ուրեմն այսպես քո ասելով թիմային եւ նաեւ երկրի կոնկրետ իրավիճակին համապատասխանող մի հատ տեսություն պետք է լինի, որից այդ առաջի աղբյուրն է, որից ծրագրերը պետք է բխեն։ Այսինքն իրենք չեն կարող, եթե դու ասում ես օրինակ ես, չգիտեմ, ազգայնական եմ օրինակի համար կամ սոցիալիստ եմ, քո ծրագրի մեջ հետո չեն կարող լինել պատահական ինչ որ դրա հետ կապ չունեցող բաներ։ Այս առաջի բանը, որից պետք է բխի։ Մենք փորձել ենք այդպես անել, գալով գաղափարախոսությունից, առաջին, բայց ոչ միայն գաղափարախոսությունից։ Երկրորդը, շատ կարևոր է, այս էլ ոնց որ սրա հակակշիռն է, գաղափարախոսությունը այն տեսական մասն է։ Երկրորդ հակակշիռը կոնկրետ իրավիճակից։ Քաղաքական ծրագիրը նույնիսկ եթե շատ լավ գաղափարախոսության վրա է հիմնված, ինքը չի կարող մենակ դրա վրա հիմնված լինի։ Անպայման պետք է շատ կոնկրետ իրավիճակը երկրի եւ ներսի եւ արտաքին եւ իրավիճակի գնահատականը եւ մոտավոր կանխատեսումը քո վերլուծությունը, այսինքն մոտակա, չգիտեմ, 10-20 տարվա մեջ ինչպես է պատկերացնում ու զարգացումը քո երկրի շուրջ, որպեսզի քո քաղաքական ծրագրերը ու նպատակները համապատասխանեցվեն այդ կոնկրետ իրավիճակին, այլ ոչ թե ուղղակի լինեն ցանկություններ։ Օրինակ, հա, եթե դու, չգիտեմ, այսօր այդ օրինակը էլի բերել եմ, բայց հիմա էլ բերեմ։ Ասենք կարող եք բացել շատ քաղաքական ուժերի ծրագրեր կամ խոսքերում ասում, մենք ուզում ենք Հայաստանում լինի պրոֆեսիոնալ բանակ, օրինակ։ Դա ինչ որ տենց մի հատ ընդհանուր ցանկություն է 90-ականներից արձանագրված, ոչ ոք դա չի իրականացել, բայց ծրագրից ծրագիր դա այսպես ասած քոչում է։ Ինչու, որովհետև տեսել են, որ Եվրոպայում կա պրոֆեսիոնալ բանակ, Ամերիկայում կա պրոֆեսիոնալ բանակ, թե քանի որ Եվրոպայում ու Ամերիկայում կա, ուրեմն մեր մոտ էլ պետք է լինի։ Սա է ընդհանուր, ոչ էլ խորացել են։ Ընդդեմ ես վստահ եմ, այդ գրողների մեծ մասը նույնիսկ չգիտի ինչ բան է պրոֆեսիոնալ բանակը։ Իրենց թվում է պրոֆեսիոնալ բանակը դա ուղղակի լավ բանակն է, որտեղ պրոֆեսիոնալներն են։ Իրենք սկզբունքը չեն հասկանում։ Զորակոչային բանակ կա, պրոֆեսիոնալ բանակ կա, վարձկանների բանակ կա, տարբեր զինուժերի տեսակներ կան պատմության մեջ եղել են եւ հիմա էլ կրկնվում են։ Հիմա օրինակ եթե մեկը այսօր դա գրի, լավ մի կողմ թողնենք 90-ականները։ Դա կարող է շատ լավ ցանկություն է թվում, բայց դա կտրուկ ուրեմն հակադրվում է այսօրվա ամբողջ իրավիճակին։ Եվ Հայաստանի խնդիրներում, եւ մեծ համաշխարհային իրավիճակին, որտեղ այսօր նույն Եվրոպայի երկրներում, Գերմանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում ամենաբարձր մակարդակով պաշտպանության նախարարությունների մակարդակով քննարկվում է, թե ինչպես անեն, որ եթե ոչ վերականգնեն զորակոչական բանակը, ապա այնպես անեն, որ քաղաքացիների առավելագույն ներգրավում լինի երկրի պաշտպանության հարցում, որտեղ շատ բարձ վերլուծում են հաշվարկում են հասկանում, որ այսօրվա մարտահրավերներին, հատկապես Ռուսաստանի մարտահրավերին, պրոֆեսիոնալ բանակներով եվրոպական չեն կարող պատասխանել։ Մենք հաշվում են, տեսնում են, օրինակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ասում է 5 թե 6 ամիս կարող ենք դիմանալ, եթե Ռուսաստանի հետ կռվի մեջ մտնենք։ Տեսեք, օրինակ ուկրաինացիք մի քանի տարի են դիմանում։
Մեծ Բրիտանիան հաշվում ասում է 5-6 ամիս կարող է դիմանալ։ Ինչու՞ որովհետև դե պրոֆեսիոնալ բանակը միշտ նշանակում է քիչ քանակ եւ այլն, հիմա չխորանամ ինչու իրենք են հաշվարկել, ես չեմ հաշվարկել, էլի, եթե ուզում եք հարցեք, իրենցից հարցեք, ինձնից պատասխանը մի բան է։ Եվ այս օրինակն եմ բերում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում, այսինքն վստահ չեմ, գիտեմ, որ Հայաստանում մոտեցումը այդպես ինչի չեն նայում կոնկրետ իրավիճակին ինչ որ մի բան կազմելուց։ Ասում են լավ բան է, օրինակ պրոֆեսիոնալ բանակը, թող լինի պրոֆեսիոնալ բանակ։ Կամ այն հայտնի այդ նպատակը դե շատ են հեգնել, բայց լավ օրինակ, էլի թող 2050 թվականին Հայաստանը դառնա Եվրոպայի չեմպիոն ֆուտբոլի։ Թող դառնա, բայց այդ թող դառնալով չի դու պետք է հիմնավորես ինչպես պետք է դառնա եւ համապատասխան ռազմավարություն դրա տակ դնես։ Եթե դա չես դնում, ասում ես ուղակի ուզում եմ բանալ։ Կրթվենք, բոլորս կրթվենք, օրինակ դա էլ է իմ համար շատ բանոր։ Ինչ կրթվենք։ Կրթվելը շատ տարբեր բաներ է նշանակում։ Կրթության շատ տարբեր տեսակներ կան։ Ընդհանուր կրթություն կա, մասնագիտական կրթություն կա, վերջ ասենք abstract կրթություն ինքնին չի լինում։ Դու ինչ ես ուզում կրթես, քաղաքացի ես ուզում կրթես, գիտնական ես ուզում կրթես, էլիտա ես ուզում կրթես, բայց ինչ ես ուզում։ Դրանից կախված է արդեն շատ կոնկրետ քո կրթական ծրագրերը, ոչ թե որ դու ընդհանուր կրթվածություն չի լինում։ Բայց մեր մոտ մոտեցումը է, չի, ասում են, կրթությունը որոշում է ամեն ինչ։ Նախ ամեն ինչ չի կարող որոշել ինչ որ մի հատ բան, ոչ կրթությունը, ոչ տնտեսությունը, ոչ չգիտեմ, բանակը, ոչ քաղաքականությունը առանձին վերցած, բայց դա մի կողմ թողած ընդհանուր կրթություն չկա, չի կարող են abstract բանը որոշել ընդհանրապես, ոչինչ չի որոշում։ Որոշումը, այո, եթե շատ կոնկրետ դու հասկանում ես քո կրթության նպատակը ինչն է, եւ դա կապված է այն քո մեծ բոլոր նպատակների հետ։ Ստեղից գալիս ենք արդեն երրորդին։ Մեկը ասի գաղափարախոսությունն է մի աղբյուրը, որը դու գիտակից պետք է դա դավանես, այլ ոչ թե ինչ որ բանես։ Մյուսը կոնկրետ իրավիճակի մեջ պետք է տեղավորված լինի քո ծրագիրը, այդ թվում քո կանխատեսման մեջ, թե ինչ է մոտավորապես սպասվում երկրում եւ տարածաշրջանում եւ աշխարհում, եւ երրորդը պետք է լինի կոնցեպտուալ, այսինքն այդ բոլոր ոլորտային ծրագրերը ոչ թե հա իրանք բազմազան են, իրանք կարող են ամեն մեկը իր երանգ ունենալ, բայց իրանք մի կոնցեպտուալ աղբյուր պետք է ունենան։ Այսինքն դու ընդհանուր երկրի հետ կապված ինչ մեծ բարեփոխման կամ չգիտեմ հեղափոխման ծրագիր ես տեսնում, դա ինչ կոնցեպցիա է ու դրանից բխում են քո առանձին ոլորտները։ Այս մոտեցումներն ենք մենք փորձել անել։ Իհարկե ես հասկանում եմ հիմա ասած որ խոսում եմ ինքը մի քիչ abstract հնչում, բայց հետո կամաց երբ որ բացենք արդեն դուք երևի օրինակներով կտեսնեք, որ սրանք տենց abstraction-ներ չեն, բավականին կոնկրետ համակարգ է սա։ Մյուսը իհարկե, այստեղ արդեն ավելի չասեմ տեխնիկական, ասեմ կամ աշխատանքային խնդիր։ Ծրագիրը պետք է լինի թիմային աշխատանք, որովե քաղաքական ուժի ծրագիրը եւ ռեգուլյար եւ իրակ թեմային աշխատանք, այսինքն չի կարող լինել, որ քաղաքական թիմ է բացվում, քաղաքական ուժ է բացվում, ասենք մեկ կամ երկու հոգի նստում են այդ ցախկերում են, մյուսներն էլ ասում դե լավ է, որովհետեւ դա չի աշխատելու։ Այսինքն կարող է մի հոգին հանճարեղ է նույնիսկ կամ երկու հոգին հանճարեղ են, բայց այդպես չի աշխատելու, այդպես դու թիմ չես կարողանա ունենալ, մարդիկ պետք է ներգրավեն, բացի մասնագետներից, պետք է նաև քո թիմի մարդիկ, քաղաքական մտածողները յուրաքանչյուրը իր բանով ինչքանի որ հնարավոր է ներգրաված լինի այդ ամեն ինչի մեջ եւ դա քննարկվի անպայման մարսվի, որպեսզի քո թիմը ռեալ համախմբվի քո ծրագրային դրույթների շուրջ, այլ ոչ թե իր համար դա ինչ որ թղթի կտոր լինի, որտեղ եթե թիմը նվիրված չի իր այդ գաղափարներին, իր նպատակներին, իր ծրագրերին, ինքը շատ հեշտ ծրվելու է։ Իսկ եթե դու ուզում ես թիմ ստեղծել, որի գլխավոր խնդիրը ոչ թե ինչ որ մեկից կախված լինելն է, ինչ որ արտաքին ուժի պատվերը կատարելն է, կամ ինչ որ ասենք մի հատ ասենք մեծ փողին ծառայելն է, ուզում ես այդ ձևի թիմ ունենաս, ինքը պետք է այդ սկզբունքներով ինտեգրված լինի, բայց բացի թիմից դա իհարկե հանրությանն էլ է շատ կարևոր եւ դա նաեւ նշանակում է, որ այն մարդիկ, որոնք կգան եւ կներգրավվեն այս թիմի մեջ, իրենք նույնպես իրենց գաղափարները հաշվի կառնվեն, իհարկե, էլի թիմային մակարդակով եւ իրենց ներդրումը կարող են ունենալ, այսինքն սա ավելի բաց համակարգ է ստեղծում, ոչ թե դու ստեղծում ես մի հատ ծրագիր ու տենց կնիքը վրան դնում ես ասում ես վերջ, այլ ինքան դա թարմացվում է, որտեղ նոր մարդիկ գալիս են իրենց նոր գաղափարներով։ Հիմա մի բան էլ բաց շեշտեմ, երբ որ ասում են քաղաքական ծրագրեր, մարդիկ հաճախ հասկանում շատ մեծ sense ինչ որ մանրամասն կոպիտ ասած լավաշներ, որոնք պետք է մասնագետները մշակեն։ Չէ, մինչև մասնագետները իհարկե շատ կարևոր է, մասնագետների ներգրավում, մինչև մասնագետները յուրաքանչյուր ոլորտ պետք է սկզբում ունենա իր քաղաքական մոտեցումը։ Ոչ մի մասնագետ ինքնին, բայց նաև ոչ մի քաղաքական գործիչ ինքնին չեն կարող լիարժեք ծրագիր մշակել։ Հա, ընդ որում եմ ասում ծրագիր ոչ թե
մանրամասնագույն ինչ-որ բան, այլ սկզբունքները պետք է լինեն, նախագծերը, ռազմավարությունը շատ երկար չի կարող լինել։ Ասենք կարող մի 10 էջ լինի, լավ 20 էջ, բայց ոչ ավել։ Բայց պետք է այստեղ լինի մի կողմից քաղաքական մոտեցում, այսինքն որտեղ ինքն է տալիս ընդհանուր ուղղությունը եւ հետո նոր մասնագետներ, դու մասնագետները շատ տարբեր կարծիքներ կարող են ունենալ նույն հարցի շուրջ, որը ընտրեն, ինչ ուղղություն ընտրել, սա արդեն քաղաքական գործ է։ Դրա համար մասնագետներ եւ քաղաքական թիմի անդամներ այս երկուսը միասին պետք է աշխատեն։ Կներեք, մի քիչ այսօր դասախոսության պես է ստացվում, բայց ես կարծում եմ այս թեմաների շուրջ էլ կարևոր է մեկ-մեկ խոսալ, որովհետեւ շատ թյուրն բռնումներ կան, էլի շատ sense սխալ պատկերացումներ կան Հայաստանում, թե ինչ բան է քաղաքական ծրագիրը, դրա համար նաեւ շատերը չեն կարողանում կազմել, ուզում են, բայց չեն կարողանում։ Դա իրենց լրիվ այլ բան է թվում դա։ Կամ չեն ընկալում, երբ որ կազմում ես, ներկայացնում ես, չեն ընկալում այդ սկզբունքները։ Հիմա ուրեմն թիմային աշխատանքը ասի մենք փորձել ենք սա հենց թիմային աշխատանքով անել, կոնցեպցիա տակը դնել, ուրեմն թիմային աշխատանքի մասին ասեմ, մենք ունենք դե մեր մոտ ընդհանրապես տենց խմբերով, որքան հնարավոր է իհարկե։ Հիմա փորձում ենք նաև լայնացնել, բայց մի 2-3 խումբ ռեգուլար աշխատող քիչ թե շատ ունենք, միշտ ունեցել ենք, եւ ծրագրերի խումբ, որը հենց մենակ ծրագրերով է զբաղվել, այսինքն մարդիկ մի տարուց ավել, ճիշտ է, սկիզբը դրել ենք 2023 թվականին, բայց հետո ընդհատվել է տարբեր իրավիճակների պատճառով, հետո նորից վերականգնել ենք ռեգուլար եւ իր ռեգլամենտով աշխատել են եւ ուրեմն ամեն ոլորտի, չգիտեմ, նախագիծը ներկայացրել է ինչ որ մեկը, ասենք այդ խմբի անդամներից մեկը, եւ հետո դա քննարկվել է, քննարկումն էլ սահմանափակ ենք դրել, ասենք 3-4, այսպես ասած, հանդիպում եւ ի վերջո հաստատվել են այս նախագծերը։ Այս պայն ես կարող եմ թվարկեմ, չնայած կարող ինչ որ բաներ նույնիսկ մոռանամ, այս պայն մենք ունենք ուրեմն արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումներ, դրա մեջ նաև Արցախի հարցը, բնականաբար հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-ամերիկյան եւ ինչը որ հնարավոր է եղել այդտեղ ընդգրկել այդ հարաբերություններն, իհարկե մենք փորձել ենք շեշտը դնել այն կետերի վրա, եւ արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքները։ Սա կներկայացնենք առանձին։ Հիմա ես չեմ ուզում մանրամասն ասեմ, կամ ես կներկայացնեմ, կամ Աշոտը Տեր-Տերյան, չգիտեմ, ինչ որ մեկը կներկայացնի։ Այստեղ մենք փորձել ենք իդեպ ընդգրկել այնպիսի հարցեր, որտեղ հատկապես կա այսպես հատուկ, ոնց որ հատուկ մոտեցում, այսինքն չեն գրել մենք պետք է զարգացնենք հարաբերությունները Չինաստանի հետ։ Չէ, բայց դա կոնկրետ ասելիք կա հատկապես, չգիտեմ, նրանք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված սկզբունքային կոնկրետ ասելիք կա, դա ենք փորձել արձանագրել, այլ ոչ թե ուղղակի ընդհանուր ասենք դա պետք է լինի։ Ունենք այս մի քիչ դեռ քննարկման կարիք ունի ճիշտն ասած, այս մեկը առաջին քայլեր, այսինքն երբ որ մենք լինենք կառավարություն, որոնք են հենց առաջին քայլերը ամենա, չգիտեմ, սկզբնական մի տարվա օրինակ կտրվածքով կոնկրետ քաղաքական քայլերը, որ մենք պատկերացնում ենք, որ պետք է արվեն։ Իրավական ոլորտի ծրագիրը, ունենք կրթության ոլորտի ծրագիրը, ունենք տնտեսության ծրագիրը, որի հետ իդեպ ես ասեմ, որ կարող եք զարմանալ, ոնց որ մինչև վերջ այդքան էլ հաս չեմ, բայց քանի որ թիմը դա է ընդունել, ես էլ եմ դա ընդունում, բուրըն իհարկե դա բանով է, ներքին քննարկումներով ընդունվել։ Այս ուղղակի ասում եմ, որ իմանաք, որ իրոք երբ որ թիմային է, կարող է նույնիսկ ասենք թիմի անդամներից մեկը, օրինակ ես կոնկրետ ինչ որ մի, չգիտեմ, ուղղության կամ ոլորտի հետ մի քիչ այդքան էլ համաձայն չեմ, բայց եթե մեծամասնությունը դա է ընդունել, ուրեմն դա է մեր ուղղությունը։ Որը չասեցի, ուրեմն ունենք դեմոգրաֆիայի վերաբերյալ եւ դրան ասենց ասեմ դեմոգրաֆիա եւ հարակից հարցեր, հատկապես Երևանակենտրոնության վերաբերյալ կետերն էլ այդտեղ կան։ Ուրեմն ծրագրի նախագիծ, սահմանադրության վերաբերյալ ունենք պետական կարգի հետ քննարկված հատված, այնտեղ կան նաև ուրիշ հատվածներ, որոնք դեռ մինչև վերջ ճշտված չեն, բայց պետական կարգի վերաբերյալ, այսինքն նախագահական, թե վարչապետական, եւ հիմա չեմ բացում էլի փակագծերը, որ հետո առանձին ներկայացվի։ Դա ունենք ռազմաքաղաքական, ունենք կոնցեպցիան, տեքստային իմաստով մինչև վերջ խմբագրված չի, բայց սկզբունքային իմաստով համաձայնեցված ունենք, դա էլ այդ կարճ ֆորմատում կներկայացնենք։ Ունենք նաև սպորտի ծրագիրը, որը իբրև շատ կարևոր է, մենք այդ երկրորդական չենք համարում։ Մշակույթի հանձնաժողով ունենք, որը դեռ չի տվել իր ծրագիրը եւ այլն։ Կան նաև ծրագրեր, որոնք դեռ պետք է օրինակ էներգետիկայի ոլորտի հիմա մասնագետներ ունենք, քննարկում են այդ ոլորտի նաև առանձին ծրագրեր։ Մի խոսքով, այս
Ինչ որ բաներ միգուցե մոռացա, ես sense անգիր չեմ հիշում։ Խմբի պատասխանատուն կա, ինքը այդ ամբողջ ուրեմն բանը վարում այդ ցուցակագրումը, բանը եւ այլն ֆայլերը։ Ես չեմ այդ խմբի պատասխանատուն։ Այդ փաթեթը ունենք եւ այդ փաթեթը ընթացքի մեջ է, էլ եմ ասում։ Սա մեր նախագծային վիճակն է, որը հետագայում բնականաբար ճշտվելու է։ Ունենք նաեւ հիմա այս պահին կուսակցության ընդհանուր ծրագրի նախագիծը քննարկման մեջ է, այդտեղ պետք է մտնի, այսինքն մտնում է եւ գաղափարախոսությունը, եւ ընդհանուր նպատակները, եւ մոտական նպատակները, եւ ոլորտային ծրագրերը։ Սա էլ առանձին փաթեթ է, սա էլ հերթով քիչ-քիչ կներկայացնենք։ Նաեւ ինչ է ուզում ասել, երբ որ ասում եմ, որ ընդհանուր կոնցեպցիայից է բխում, այս բոլորը ինչ որ թվարկեցի, սրանք ճյուղավորումներ են, բայց կա ընդհանուր կոնցեպցիա, ինչի վրա ենք մենք հիմնում այս բոլորը։ Դա ու ես կոչում եմ մեկ-մեկ անկախության բովանդակության կառուցման ծրագիր կամ ազգային հեղափոխության ծրագիր, չնայած հեղափոխություն բառը շատերը մի տեսակ վախենում են, բայց ես ասել եմ, մենք հեղափոխություն ասելով նկատի ունենք հենց սա, ոլորտ առ ոլորտ, արմատական բարեփոխումը եւ համապատասխանությունը այս բոլոր թվարկածին ոլորտների Հայաստանի անկախ պետության նպատակներին, որովհետեւ դրանք ծառայեն Հայաստանի անկախ պետության նպատակներին։ Օրինակները միշտ բերել եմ, հիմա այլ որ հիշեցնեմ, մի օրինակ բերեմ, ասենք տեսեք, մենք ունենք տարբեր, չգիտեմ, համակարգեր, ոլորտներ, որ անվանապես կան, դրանք ժառանգվել են կամ սովետական միությունից, կամ հենց այդ սովետական Հայաստանում են ստեղծվել, կամ չգիտեմ, փոխարվել են, բայց միշտ հարց կա, արդյոք իրենք լիովին համապատասխանում են անկախ Հայաստանին ծառայելու կոչմանը, թե ոչ։ Օրինակ մենք ունենք անվտանգության ծառայություն։ Հիմա ես չեմ ուզում կասկածի տակ դնեմ այդ ծառայության աշխատանքը կամ աշխատակիցների մեծ մասի պրոֆեսիոնալիզմը, բայց արդյոք մենք վստահ ենք, որ այդ ծառայությունը հենց լիովին իր գաղափարներով, իր էությամբ հայկական է, հայկականացվել է, անկախ Հայաստանին համապատասխանում է, թե ոչ, թե այնտեղ դեռ շատ մնացորդներ կան սովետական KGB-ից։ Նույնը վերաբերում է բանակին։ Արդյոք մենք մեր բանակը կառուցել ենք որպես հենց հայկական բանակ, հայկական պայմաններին համապատասխան, թե վերցել ենք օրինակ շատ բաներ ռուսական մոդելներից, հիմա էլ ուզում ենք ուղղակի կուրորեն ՆԱՏՕ-ից փոխառենք, այս մեր մտածողությունը է դա, չէ՞, ռուսականը չստացվեց, եկեք ֆինլանդականը օրինակ փոխառենք, ուրիշ բան չենք կարող պատկերացնել։ Եվ այլն, այսպես ոլորտ առ ոլորտ կարան գնանք եւ այդ նույն հարցը տանք։ Մեր նպատակը, երբ որ մենք ասում ենք ազգային հեղափոխություն, այս սա է այդ համակարգի առաջին հերթին սա է այդ համակարգերի արմատական բարեփոխում։ Եվ երբ որ կա արդեն այս կոնցեպցիան, որ ինչ ենք մենք ուզում բոլոր ոլորտներից, բոլոր ուղղություններից համապատասխանաբար այս բոլոր թվարկած եւ ելի ավելացող ոլորտները նախ եւ առաջ այս լույսի ներքո են քննարկվում, համապատասխանեցում, հետո արդեն գնում է համապատասխան ամեն ոլորտի յուրահատկության դրա ձևակերպումը ճյուղանում, բայց կա ընդհանուր կոնցեպցիա։ Դրա համար ասում, սրանք բոլորը ու իդեալում գոնե պետք է ձգտենք, իհարկե անհարթություններ էլի կլինեն, մեկը մյուսի հետ կապված, մեկը մյուսից բխող եւ մի համակարգի մաս են։ Այս է, որ ես ասում եմ կոնցեպտուալ մոտեցում, բնականաբար դրանք համապատասխանում են նաեւ մեր գաղափարախոսությանը եւ բնականաբար ամենտեղ նախ եւ առաջ դու պետքա տաս այսօրվա իրավիճակի գնահատական, ասենք այս ոլորտը այսօրվա իրավիճակում ինչ խնդիրներ պետք է լուծի ելնելով քո այդ իմ ասած քաղաքական պրոգնոզից մոտակա շրջանի եւ նաեւ այս նպատակների լուծմանը պետք է ծառայի։ Ըստ էության կարելի է ասել ավարտում եմ արդեն այսօրվա իմ խոսքը, փորձեցի, չգիտեմ որքանով ստացվեց, մի քիչ գուցե հախումը ստացվեց, մի քիչ ինչ որ անհասկանալի մնաց, էլ եմ ասում, սա ընդհանուր խոսակցություն է, արդեն ոլորտ առ ոլորտ որ սկսենք բացել, ավելի པարզ կդառնա շատ, ոչ միայն տեսանյութերով, իդեպ տեքստային էլ կսկսենք ներկայացնել կարճ ֆորմատներով, երկար ֆորմատներով։ Ես մի բան եմ ուզում ավելացնել, որ այս որ ասում եմ նորից իմ sense ասած այն նույն ասելիքին եմ գալիս, որ այստեղ էլ, տեսեք, այս ինչ որ մենք անում ենք, կա լիքը աշխատանք, որտեղ բնականաբար այն ինչ որ մենք անում ենք, այսինքն մենք կամավորների խումբ ենք, անում ենք այնքանի, ինչքանի մենք հնարավորություն ունենք, ինչքանի մենք մարդ ունենք եւ ինչքանի մենք մասնագետ ունենք։ Եվ ինչ ձևի մասնագետ ունենք։ Բնականաբար մենք չենք կարող պատկերացնել, կարծել, որ սրանք բոլորը կլինեն sense ֆանտաստիկ իդեալական։ Եվ ունենք, իհարկե, ունենք կարիքը մարդկանց, կարիքը եւ օգնության, եւ աջակցության, եւ մասնակցության։ Ես չեմ ուզում ասել, օգնությունը մի քիչ այդքան ճիշտ բառ չի, մասնակցության կարիքը ունենք։ Այսինքն, եթե դուք ունեք գաղափարներ, ունեք մտքեր այս ոլորտներից, իհարկե բաց է սա, այս ամիջը փակ process չի, մենք սա չենք անում մեր համար։
Սա մենք անում ենք այնպես, որ երկրի համար է սա, ի վերջո երկրի համար սա, երկրին պետք է սա ծառայի, եւ իհարկե ինչքան ավելի բարելավի, այդքան ավելի լավ կլինի, իսկ բարելավելու համար ավելի մեծ մասնակցություն է պետք, ավելի շատ մարդ է պետք, ավելի շատ ուղեղ է պետք, ավելի շատ միտք է պետք, եւ հաճախ ստեղ մեր մոտ եղել է, որ ասենք նոր մարդ է եկել, մասնակցել է մեր քննարկմանը եւ հաճախ այդ քննարկման ուղղությունն են նույնիսկ կարողացել փոխել, որտեղ կարողացել եմ ես համոզել, որ գիտեք ինչ, այս որ դուք ասում եք, դուք ոնց որ շատ sense մի կողմից եք նայում, բայց կան հարցի մյուս կողմերը։ Եվ մենք միշտ չի որ ընդունել են, կարող է չընդունենք այդ մեր իրավունքն, բայց հաճախ եղել է նաև որ ընդունել ենք կամ մասամբ ենք փոխել կամ նույնիսկ եղել է որ ուղղակի ուղղություն ենք փոխել, ասենք չէ, այս մարդը ոնց որ խելքին մոտ բան ասում, մենք իրոք չենք նկատում այս ինչ խնդիրները։ Եվ էլ եմ ասում, այստեղ նույնպես ձեր մասնակցությունը պետք է անկախ նրանից, տեսեք, ես հասկանում եմ, որ մարդկանց համար օրինակ կուսակցության անդամ լինելը դա լուրջ որոշում է, լուրջ խնդիր է, ես դա լրիվ ընդունում եմ, հեչ պարտադիր չի դուք դառնաք կուսակցության անդամ, պարտադիր չի նույնիսկ մարտական եղբայրության անդամ դառնաք, այս ծրագրերի քննարկումները իդեպ բաց են նաև մեր ընկերների համար, եթե դուք ձեր մասնակցությունը տեսնում եք, ունեք գաղափարներ, որոնք մտածում եք, որ արժի, որ, չգիտեմ, ձևակերպում ստանան, ճանաչում ստանան, ինչ որ մի թիմ դառնա նաև դրանց կրողը, եկեք դուք էլ մասնակցեք։ Այդ մասնակցելու ձևերը, դե չգիտեմ, կապվելու ձևերը մեր հետ գիտեք, ասենք, այդ մեր բոլոր հարթակներում կան մեր տվյալները, կարող եք կապվեք, պայմանավորվել գալ, փորձել։ Դու հետ կգա կամ չի գա, արդեն դուք կտեսնեք, որտեղ մինչև չփորձես կոնկրետ քննարկման չմասնակցես, այս պատմելով բարձա դա չի լինի, էլի։ Գիտեք ինչի եմ նաև սա ասում, որտեղ ես վերջերս էլի մեր ընկերներից sense խոսակցություններ եղան, որ եկան մեր մոտ մեր ընկերներից, ասում են, դες կողքից տպավորության որ փակ խումբ է, դուք էլ ոչ մի նոր մարդ չեք ուզում, ու տես ինքներդ ձեզնով ամեն ինչ անում եք, չէ, այդպես չի, ով ճնախ ընդհանրապես փակ խումբ չի, այստեղ հոսք բավականին անդադ կա նոր մարդկանց, երկրորդը մարդկանց կարիք մենք ունենք, մենք դրա մասին ասել ենք, եւ հատկապես նաեւ մասնագիտական կամ չգիտեմ գաղափարական եւ այլն, այս ամենի կարիքը մենք հաստատ ունենք։ Մի մենակ բան կա, ասենք եթե օրինակի համար մարդը պատկերացնում է, որ ինքը էս ինչ ոլորտից ունի շատ լավ մտքեր, գաղափարներ կամ պարտադիր չի ոլորտից ընդհանուր։ Ինքը իր հերթին պետք է ընդունի, որ ամեն ինչ թիմային, այսինքն ոնց որ մենք ենք իրան ընդունում, ասում ենք մենք պատրաստ ենք քեզ լսել, նույն ձևի ինքը պետք է պատրաստ լինի մնացած բոլորին լսել, որտեղ այդ վիճակը, որ ասենք ցավոք սրտի Հայաստանում դա բավականին տարածված է, դրա համար եմ շեշտում, որ ասենք ես օրինակ հրանտես մենակ տանը նստած հասկացել եմ ամեն ինչ եւ տիեզերքից եւ աշխարհից եւ Հայաստանից եւ բոլոր խնդիրների լուծումները ունեմ, դա կներեք առողջ վիճակ չի։ Ես ինքս աղոթում եմ Աստված ինձ հեռու պահի մի օր այդպիսի վիճակում հանկարծ չհայտնվեմ։ Հա, ես եւ ամենայն դեպս նույնիսկ եթե ասենք ես այդ բանին բարձրագույն sense ասած նիրվանային հասել եմ եւ ամեն ինչ հասկացել եմ, եթե մարդկանց հետ եմ աշխատում, այլ ոչ թե Բուդդայի պես նստել եմ միտեղ սարի գլխին, եթե մարդկանց հետ եմ աշխատում, նույնիսկ եթե ես 100% ճիշտ եմ, ես պետք է մարդկանց կարծիքները հաշվի առնեմ եւ հաճախ նույնիսկ իմ 100% ճշտից զիջեմ, որովհետեւ եթե թիմային է, դու պետք է կարողանաս թիմում նաեւ այդ փոխհամաձայնությունների գալ, հաճախ ի հաշիվ նույնիսկ քո պատկերացած ամենաճիշտ բաների։ Սա էլ եմ ասում եմ, որտեղ ցավոք սրտի ես գիտեմ, որ Հայաստանում ջահելների մեջ, բայց ոնց որ այդքան էլ տենց չի պարկաստո, բայց իմ սերնդի մեջ օրինակ այսպես ասեմ, կա մի քիչ այդ մոտեցումը տարածված, որ ես հասկացել եմ ամեն ինչ։ Եթե դուք չեք հասկացել ամեն ինչ, մեր նման եք, իմ նման մարդ եք, եկեք միասին փորձենք ամեն ինչ հասկանալ։ Էս է այսօրվա իմ այսպես ասած ամփոփումը եւ խնդրանքը։ Շնորհակալություն, որ ուշադրությամբ լսեցիք։ Մենք կհանդիպենք ու արդեն ինչպես ասացի, հավանաբար մյուս անգամ շարունակենք մեր ավանդական ավելի sense քաղաքական վերլուծական զրույցները։ Իսկ այս խոսակցությունը գուցե մի առանձին ինչ-որ ավելի կարճ ֆորմատներով էլ առանձնացնենք, ժամանակ առ ժամանակ էլի կերևամ նաև այս թեմաներով։ Շնորհակալություն մի անգամ էլ հաջողություն։